Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, երեք մի տեսահոլովակ է հրապարակել, որտեղ չկային փաստեր դրված, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ինքը կառնի բիբարը, ինքը կառնի ծաղիկը, ինքը ամեն ինչ կառնի։ Մի քանի մեր հայրենակիցներ բնականա գիտեք այդ մարդիկ, ովքեր հավանում են Նիկոլ Փաշինյանին, շատ կիրճ ձև գրեցին ինձ, որ ընկեր Ֆարմանյան, ինչու է կեղծ ապատեղեկատվություն տալիս այն մասին, մենք այնտեղ ենք եղել, Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել։ Ես մտածեցի, միգուցե աշկերտս եւ ականջներս դավաճանեցին ինձ։ Գտա ժամանակ եւ գտա այդ տեսահոլովակը, խնդրեմ, ու ձեր ուշադրությանն եմ ներկայացնում, սիրելի բարեկամներ։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա, բայց այս ամեն ինչի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ աճելու, արտահանումն էլ աճելու, էլ չեմ ասում Ժողովուրդ ջան, այս տարի նախորդ տարվա նկատմամբ 30%-ով ավել, 34%-ով ավել զբոսաշրջիկ ունեն։ Պարոն վարչապետ, խնդրում եմ մի րոպե ինձ լսեք, մի րոպե։ Մի հարց եմ տալու։ Քաղաքը, Սևան քաղաքը, աջուրդի տակը խնդրում եմ պատասխանել։ Օրինականս միակ կոորդինատ տվեք կծկա։ Ովքեր ոչ մեկը բան չանում, հարցից պատասխանեք, քաղաքը աջուրդի տակը։ Սիրելի սևանցիներ։ Տեսակ սիրելի հայրենակիցներ, իդեպ ասեմ այդ մեր քաղաքացիներին, ովքեր մոլորված են, առայժմս էֆարիայի մեջ են, որ կոմունիստները երբեք չեն խաբում։ Կոմունիստները լինում են շատ կոշտ, կոմունիստները լինում են դաժան, կոմունիստները լինում են ճիշտ, բայց ոչ թե խաբեբա։ Դա ուղղակի ասեմ դուք հիշեք, պատմությունը դա ցույց է տվել։ Հիմա սիրելի բարեկամներ, տեսեք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ եւս խաբում է։ Նախ ուզում եմ հարցնեմ, որտեղից պետքա տաս Նիկոլ, հետո տեսեք ինձ եմ ասում, բիբարի փողը կտամ, ծաղիկի փողը կտամ, հետո հիշեց, որ ինքը դա մի քիչ սխալ ասում, կառավարությունը, նրա փողը կտամ, բայց մենք այնքան բիբար ենք ունենալու, մենք արտահանելու ենք։ Սիրելի բարեկամներ, լկտի սուտ է, ընկել է փրփուրներից, Նիկոլը չգիտի ոնց անի, որ գյուղացու սիրտը շահի։ Մեր գյուղացիները այսօր շատ ծանր իրավիճակի մեջ են, շատ ծանր։ Իրանք իրանց ղալաթը անելով փագեցին ռուսական շուկան ձեր առջև, սիրելի հայրենակիցներ։ Իսկ որպեսզի նրանք չասեն մեկ անգամ եւս, որ Արտուր Ֆարմանյանը եւ ժողովրդական կոմունիստական կուսակցությունը կեղծ ապատեղեկատվություն է տարածում, խնդրեմ այս երկու տեսահոլովակ տեսնենք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությունից թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու ծախսերը, այս մասին հայտարարում է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հավելելով, թե բնակիչների համար գազի գները գրեթե քարապատկվելու են, իսկ Ռուսաստան մուտք գործելու համար ներգաղթի արտոնությունները չեղյալ են հայտարարվելու։ Փաշինյանը նախկինում խոստացել էր վճարել հայ գյուղացիներին այն բերքի համար, որը նրանք չեն կարողանում արտահանել Ռուսաստան Մոսկվայի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով։ Նա Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ծախսերը, մասնավորապես բնակիչների համար գազի գները կբարձրանան գրեթե 4 անգամ։ Ռուսաստան մուտք գործելու ներգաղթային արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքը հնարավոր կլինի միայն արտոնագրով, գրել է նա Մաքս Հարթակի իր ալիքում։ Ուկրաինան Եվրոպական միության ինտեգրվելու որոշում կայացնելիս խոսում էր զարգացման հեռանկարների մասին, սակայն նրա արտադրանքը թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական շուկաներ։ Հայաստանին նույնն է սպասվում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա մասնավորապես գրել է. Նույն բանը տեղի ունեցավ Ուկրաինայում։ ԵՄ-ին ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում, այդ թվում զարգացման հեռանկարների մասին։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ ըստ էության այդպես էլ թույլ չտվեցին։ Դրա համար սահմանելով խիստ եւ անշահավետ սակագնային քվոտաներ։ Սա է սպասվում նաեւ Հայաստանին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան ռուսական շուկայում արգելված արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։ Տեսակ սիրելի բարեկամներ, ես չեմ ասում, կոմունիստները չեն ասում, Ռուսաստանն է ասում։ Այս մարդը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը գնա Վրաստանի եւ Ուկրաինայի սցենարով։
Աստված չանի մենք էլ տվեսել պատերազմ եղավ։ Ինքը որ ասում է սեպտեմբերին կլինի պատերազմ, եթե ընտրվեն ուրիշ ուժեր, ես մի քանի անգամ ասել եմ, աղոթենք Նիկոլի համար, որպեսզի իրան բան չպատի, թե չէ պատերազմ կլինի։ Իսկ արի ու մի տես, որ պատերազմ բերողը հենց նա է, քանի որ ուկրաինական սցենարյան քտներից առջևում է, որ հարևան Վրաստանը 2008 թվին նույն օրերը ապրել են։ Ինչպես նաև որ վրացի ժողովրդի մի գիշերվա մեջ մաքրեցին Ռուսաստանից 3 միլիոն մոտ հայ ունենք Ռուսաստանի Դաշնությունում, ինչ ենք անելու, սիրելի բարեկամներ, ոչ մի ապրանք չեք կարողանալու հանեք Ռուսաստանի շուկա։ Եվրոպացիները դե թողան առնեն, ինչի չեն առնում։ Ինչի մեր տանջված, չարչարված այն գյուղացին, մեր հայրենակիցը, որը որ բանկերի, կրեդիտների, վարկերի տակ ճռում է, այսօրվա դրությամբ սենց մեծ փաստի առաջ կանգնեց։ Նիկոլ, բա առ, ինչի է սպասում ընտրություններին։ Հենց այսօր հրաման տուր, պարոն Փաշինյան, ասա, ով իշկանա տուժվե։ Մոտ եկեք, ստացեք այս բանկից, կամ այն գյուղացին, ովքեր ունեն վարկեր, հենց հիմա քո հրամանով կարգադրի, որ այդ վարկերը զրոացվում են։ Նիկոլ ջան, ինչն է ձեռդ բռնե, հոմ դու Արտուր Ֆարմանյանը չես ընդդիմություն ձախ ենել։ Հրաման տուր պրծի, կամ ինչ է եղել, այն որ մեջ է կարե։ Հտից հանի 2 կոպեկ տուր Ալեն Սիմոնյանին, չէ, Ալենը կարող վառվի, այն բանին, Վագն Ալեքսանյանին։ Այնի թրթոշ ձևի կասի, հետո է որ ասեք թե ապացուցեն, որ նա կաշառք է բաժանում, կասի դե թլիկ եմ սխալ եք հասկացել։ Ես ինձ ձեռ եք առնում ժողովրդին։ Սիրելի բարեկամներ, ի դեպ, խոսացինք պատերազմից։ Գորիս Ղափան ճանապարհի վիճակը շատ ծանր է։ Սրանք մեղրին արդեն տվել են։ Ըստ օդում պտտվող լուրերի։ Բայց որպեսզի դուք ավելի լավ ըմբռնեք, թե ես ինչ եմ ուզում ասեմ, որ ում հետ է նա գնում խաղաղության, ինչ է անում, խնդրում եմ տեսեք այս տեսահոլովակները։ Դուք եք ասում խաղաղություն, հա, լուրջ եք խոսում։ Խոսքի սենց խաղաղություն տեսել եք, մի հատ նայեք եսի։ Բայ մեղրի, բայ, դուք մտնում եք հետևի սենյակ, կարան մի հատ է խնդրեն մենք սենյակ բանի, սեղանի տակ էլ մտնենք, որ չղայնանա Ալիևը, մեր սահմանապահներին դնենք սեղանի տակ կամ շկաֆի մեջ, տենց էլ կարելի է անել։ Հետո, սա թույլ է տա, Center for European Policy Analysis, հեսա, նայեք, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոն, սա նայեք, որ հետո չասեք, էլի KGB-ն, FSB-ն և այն։ Ստեղ գրված է, որ Թրիպի կորիդորը թույլ է տալիս Ադրբեջանին և Թուրքիային միանալ իրար ֆորմալ ձևով պահպանելով Հայաստանի սուվերենությունը։ Ֆորմալ ձևով։ This allows Azerbaijan and Turkey to achieve direct connectivity while technically preserving Armenian sovereignty. Technically preserving Armenian sovereignty. Ձևականորեն ֆորմալ ձևով պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը ձուլվում են եւ նրանք են զբաղվելու այս միջանցքի մենեջմենտով, ղեկավարությամբ, դեմի օֆիսում, ֆրոնտ օֆիսում, նրանք են զբաղվելու շինարարությամբ, սպասարկմամբ եւ նրանց ձեռն են ընկնելու ըստ այս փաստաթղթերի front office-ի ղեկավարումը կամ այնտեղ լինելու են, ասենք, ամերիկացիներ կամ ինչ-որ ուրիշ ընկերության ներկայացուցիչներ, իսկ այդ ընկերությունը լինելու է, այդ ընկերության մեջ ներդրումներ ունենալու են Թուրքիան եւ Ադրբեջանը, այսինքն էլի դա դառնալու է իրանց սեփականություն։ Էլի ասելու են ինչ-որ
բան կբանտարկեն, կծեփեն, գցենք ասֆալտին, գնացեք Լոնդոնի մեր ընկերներին եւ Եվրոասիական քաղաքականության վերլուծության կենտրոնի մեր ընկերներին գցեք ասֆալտին, խնդրեմ, հեսա, էս էլ են մարդիկ են, ովքեր սա գրել են։ Եվը վաղուց հասկացել է ամենակարևորը։ Հայաստանի ներկայիս իշխանությունը չի դիմադրում։ Այդ պատճառով պահանջները չեն դադարում։ Արցախ, սահմաններ, հիմա արդեն սահմանադրություն։ Իսկ Փաշինյանը ամեն անգամ կրկնում է նույն խոսքերը, այլ տարբերակ չկա։ Բայց եթե պետությունը մշտապես զիջում է ճնշման տակ, դա արդեն վտանգավոր ճանապարհ է։ Հայաստանը արժանի է իշխանության, որը կպաշտպանի երկրի շահերը։ Ալիևը վաղուց Հրապարակ թերթը հաղորդում է, որ վերջին ամիսներին քաղաքական պատճառներով բանակից ազատվել է ավելի քան 200 զինծառայող։ Պաշտոնական բացատրությունը ծառայության անպատշաճությունն է, սակայն իրական պատճառը Փաշինյանի նկատմամբ անհավատարմությունն է։ Քերթի տվյալներով ստորաբաժանումների հրամանատարները բացահայտորեն քարոզարշավ են անցկացնում կառավարության օգտին, իսկ արցախցի զինվորներին ստիպում են շտապ քաղաքացիություն ստանալ, որպիսի կարողանան քվերկել։ Պաշտպանության նախարարությունը լռում է, քանի որ բացատրելու բան չկա։ Բանակը մաքրվում է նրանցից, ովքեր դժգոհ են մնացել բանակից եւ դարձել են ընտրական գործիք։ Փաշինյանը վախենում է իր սեփական բանակից, հետեւաբար նախ մաքրում է, հետո քարոզարշավ է անցկացնում եւ վերջում հույս ունի, որ մարդիկ կհավատան իրեն։ Միացեք մեզ այստեղ եւ կիմանաք այն, ինչ ուրիշները չեն ասում։ Բարեձեզ։ Պարոն Մայորես, ճիշտ եմ զանգել սահմանապահ զորքերի թեժգծի հեռախոսը համարն է, նոր որ հրապարակվել է։ Ինչ արել։ Նոր որ հրապարակվել է այդ հեռախոսը համարն է, թեժգծի, ճիշտ եմ, չեմ միացել։ Պարոն Մայոր, ճիշտ ասած մի քանի հարց ունեի, էլի, որովհետև այդ ճանապարհով Գորիս կապան հաճախակի եմ գնում։ Օրինակ գերի ընկնելու դեպքում իմ գործողությունների հաջորդականությունը, որ խնդրեմ կնշեք, կամ օրինակ այն դեպքում, որ հեռախոս չի լինում մոտս գերի եմ ընկել, ու չեմ կարողանում զանգել այս հեռախոսը համարին։ Այս պահի սահմանային վերակարգերի բաներ է գնում։ Դե հա, տեսանելի է, տեսնում ենք ադրբեջանցի զինվորները զենքով, դրոշով հենց ճանապարհի վրա քայլում են, ու կարծում եմ հավանականությունը մեծ է։ Հասկանալի է, բայց նաև հավանականությունը կարծում եմ դուք էլ կհամաձայնվեք, որ մեծ է գերի ընկնելու։ Ենթադրենք ես գերի եմ ընկել, հեռախոսել չկա մոտս, իրանց է խնդրում եմ չեն տալիս։ Ինչ անեմ։ Դե որովհետև հրապարակվել ԱԱԾ-ի կողմից հեռախոսը համար հարցերի դեպքում զանգարելու իմ հարցն էլ էդ է։ Դե այդ հարցի ես չեմ կարող պատասխանել, որ գերեք ընկել դե մոտ հեռախոս չկա, բան չկա, ինչ պետք է։ Դե ցավոք որ չեք կարող պատասխանել, լավ, բանն է, ինչ ասեմ։ Տեսակ սիրելի բարեկամներ, անգամ ահազանգը ԱԱԾ մարդը ասում է, ես գնում եմ ընդեղ ադրբեջանցի զինվորներ կան իրանց դրոշներով, բա որ բռնեցին, ինձ գերի վերցրեցին, ինչ եմ անում, եթե մոտս հեռախոս չկա, ինչ կա։ Եթե պետությունը վտանգի տակ չէ, ապա ասում են այ ախպեր ջան, դու կարող ես պատահ այսօր տաքություն ունես, ինչ թուրք, ինչ ադրբեջանցի, ինչ գերի, ասում եմ չգիտեմ, բայց խիպտի հեռախոս չլի ձեր մոտ որ։ Հենց մակարդակը նայ, ԱԱԾ-ն է, KGB-ն է ձեռ է կառնում խորհրդային միության, հա, KGB-ն տես բան անային, ուսադիրները համապատասխան տեղը կկոխեին այդ մայորի։ Так, մեջբերում։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը 8 տարվա իր կառավարման ժամանակ, եւ ոչ թե մենակ 8 տարի ժամանակ, որ իր քաղաքական պապայի ոտերի տակ վազվզում էր, շատ չարիք է բերել Հայաստանից Հանրապետությանը եւ հայ ազգից։ Եվ միայն հայկական ուժերը, ովքեր կգան իշխանության, ժողովրդական դատարանով կապացուցեն իրենց բոլորի մեղքը, սկսված Լևոն Տեր-Պետրոսյանից, ինչ արել 1988 թվականին եւ շարունակ, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, քանի որ ես մտածում եմ, ես կասկածում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մատերը նաեւ այդտեղ խառն են, կբացահայտվի մարտի 1-ը անպայման կբացվի Նիկոլ Փաշինյան մարտի 1-ը։ Ես ձեզ խոսք եմ տալիս։ Անպայման կբացահայտվի ինչու վառեցիք երեխաներին, կբացահայտվի։
Դա իմ կյանքի պրինցիպն է, Նիկոլ Փաշինյան, բացահայտել այդ հանցագործությունները եւ ես կբացահայտեմ։ Եվ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ժամանակ կտեսնի ձեր իրական պատկերը գարի դեմքով Նիկոլի դիմակը կճղվի, ինչպես դուք մի հարցազրույցի ժամանակ ասել եք, վերջի անգամ 3-րդ դասարանում նապաստակի դեր եմ խաղացել։ Դու կյանքում նապաստակի դեր չես խաղացել, դու միշտ խաղացել ես գիշատիչի դեր, բայց գարի դեմքով Նիկոլ Փաշինյան, ինչպես նաև ձեր ամբողջ կուսակցությունը քանդիր պետությունը։ Սիրելի բարեկամներիս, որպեսզի չասեն, որ իշքան սուտ եք ասում, այդ ժամանակ ինքը երիտասարդ է եղել։ Կիսա հումորային, ասենք թե գիտակից մարդը կլացի ես բառերի վրա, բայց իրանց մասան կուրախանա։ Հիմա տեսնենք այս հումորային տղամարդուն, որը պատմում է Նիկոլ Փաշինյանի մասին։ Խնդրեմ։ Մեր Նիկոլ Փաշինյանը աշոտ երկաթն է, մեր թագավորն է Հայաստանի։ Մեր պարծանքն է, ոչ մեկը չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ որտեղից այդպիսի հիացական խոսքեր ասելու առիթը Ես Փաշինյանին ճանաչում եմ մանկուց հասակից։ Անտարում պապաս Անտարի տնօրեն է եղել ժամանակին։ Մանուկ հասակից Փաշինյանը մեզ հետ մտերիմ է եղել։ Այն ժամանակից էլ սովետից բողոքում էր։ Պապաս ասում էր Նիկոլ ջան, մի անի այդպիսի բան, քեզ կնստացնեն, այդպես էլ եղավ։ Սիրելի բարեկամներ, անկեղծ ասում եմ, չեմ կարող զսպեմ ծիծաղս։ Նիկոլ Փաշինյանը պարտիզան է եղել, Անտառում, խորհրդային միության դեմ է պայքարել, հետո բռնին տարան նստեցրի։ Սուր եք ասել, որ ռուսը մի հատ լավ խոսք ունի, ասում է «Остановите планету, я сойду» այդ վիճակն է։ Իրոք, սիրելի բարեկամներ, այսքանն է այսօր ուզում ձեզ ներկայացնեի։ Հիշեցնում եմ, որ այսօր հունիսի 3-ին ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում լինելու է հանրահավաք, կարծեմ համերգ, որը որ կազմակերպել է Ուժեղ Հայաստան դաշինքը։ Ես կլինեմ այնտեղ, շատ հետաքրքիր է, լսեմ, ինչպես իրենք հայտարարել են, ստարտ են տալիս փոփոխությունների, քանի որ ես խոստացել եմ, որ դուք կլինեք ամեն ինչի մեջ տեղեկացված, ես զեկուցելու եմ ձեզ, զեկուցելու եմ նաև մինչև ընտրությունների օրը, վերլուծություն կանենք ընտրությունները, ով եկավ, ով չեկավ, իսկ ձեզ խնդրում եմ եւ կոչ եմ անում հունիսի 7-ին, ովքեր չեն կարող այսօր գալ, խնդիր չկա, ովքեր ուզում են գան ինձ հետ հանդիպեն, մեծ հաճույքով կհանդիպեմ, մեծ հաճույքով կշփվեմ, մեծ հաճույքով կլսեմ ձեզ, սիրելի բարեկամներ։ Իսկ ձեզ կոչ եմ անում հունիսի 7-ին, պետք է լինի մեծ մասնակցություն, եթե մենք չենք ուզում վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը, սիրելի բարեկամներ, արդեն նա գիտի, որ ինքը պարտված է, հասկանում եք, անգամ արդեն անցնում են պրովոկացիաներ, օրինակ երեք Երկրապահի հրամանատարը Մասիսի շրջանի, թե չեմ իմանում որ գյուղի, ծեծի են ենթարկել Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին։ Խնդրեմ տեսահոլովակը, որ չասեն լկտի սուտա։ Ծեծել են հղի կնոջը։ Հղի կնիկ սպանելը, հղի աղջիկ սպանելը սրանց ոճն է, չէ Նիկոլ։ Հետո ասում ես ես ինչ անեմ։ Պետական ավտոյի տակ ընկավ։ Ժողովուրդ ջան, քիչ է մնացել։ Ընդամենը 4 օր։ Եվ մեկ անգամ եւս ձեզ խնդրում եմ եւ հորդորում եմ անպայման ունենալ մասնակցություն ընտրություններին։ Իմ կարծիքը ես ասել եմ, ես ընտրում եմ համար 3 Ուժեղ Հայաստան դաշինք։ Դա իմ որոշումը։
ճիշտ է, թե սխալը ցույց կտա ժամանակը, բայց Աստված չանի, եթե սխալը լեն, իրանք կապսոսան, որ իրանք մտան քաղաքական դաշտ։ Բայց չեմ կարծում, քանի որ մեկ անգամ եւս ասեմ, այնտեղ կա իմ մտերիմ ընկեր դաշինքի մեջ միավորված հայերի կուսակցության պատվավոր նախագահ Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանը, իսկ Նայիրի Սարգսյանը շատ լուրջ ազնվորություն է եւ կյանքով նվիրված է Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ազգին։ Այսքան այսօր, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հուսով եմ կհանդիպենք, ստեսություն, լավ եղեք սիրելի բարեկամներ, Աստված բոլորիս պահապան։